Բարև ձեզ։ Ամեկ պլյուսը հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ շարունակում է քննարկումները նվիրված դատաիրավական բարեփոխումներին։ Այսօր թեմայի շուրջ կզրուցեմ փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արագ կերպով քննության է առել Հայաստանի դատավորներից ընդունված մի շարք դիմումներ եւ արագ կերպով դրանք կոմունիկացրել է։ Ինչպես է դա գնահատում, ինչու այդպես արագ, բոլոր գործերի նկատմամբ է Հայաստանից գնացող այդպես արագ, որն էր առանձնահատկությունը, որ միեդը նման վերաբերմունք է դրսևորել։ Առանձնահատկությունը այն է, որ 2 ամիս առաջ ներկայացված գանգատը հաղորդակցում է, որը մի փուլ է սովորաբար դատանը դրան մոտենում է 4-5 տարում։ Այստեղ մենք գործ ունենք 2 ամսվա մեջ։ Իսկ ընդհանրապես տեսնում ենք, որ դեռ 2 տարի առաջ ներկայացված գործերն էլ է հաղորդակցել, այսինքն ըստ էության դատարանում ուշադիր հետևում են զարգացումները, մոնիտորինգ են արել, եւ երբ տեսել են, որ գործերի հոսքը դադարեց, իսկ ԲԴԽ-ն պրակտիկան փոխում է, այլևս մենք չենք տեսնում այդպես ագրեսիվ հայտարարություններ դատավորների դեմ, կարգապահական վարույթների առատություն, լիազորությունների դադարեցում, երբ եվրոպական դատարանը համոզվեց, որ գործերի հոսքը դադարեց, այդ հավաքված գործերը հենց 1 օրվա մեջ ապրիլի 23-ին արդեն հաղորդակցեց կառավարությանը, որը հրապարակեց մայիսի 12-ին եւ ընդ որում հաղորդակցումը արվեց բավականին լայն եւ այն հարցերով, որոնք հենց դատավորները ԲԴԽ-ի առջեւ բարձրացնում են եւ որոնց ԲԴԽ-ի անդամները թերավատորեն էին մոտենում։ Որոնք են այդ հարցերը։ Դե առաջերտին մրցակցային դատավարություն տալ, բավարար ժամանակ ու հնարավորություն պաշտպանություն նախապատրաստելու, նաև Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ միջնորդությունները, իր կապը նախարարի հետ, այն դեպքում եւ վարույթները արարեցին։ Նկատի ունեք նախկին նախարարի հետ։ Այո։ Իր կապը ոչ միայն ընկերական կապը, այլև համատեղ սեփականություն կամ համատեղ, ասենք, գործունեություն եւ այլն։ Կարեն Անդրեասյանը նախարար Մինասյանի հետ ուներ համատեղ սեփականություն։ Անպայման չենց Կարեն Անդրեասյանը, բայց փոխկապակցված անձինք, դա հետո արդեն երկուսին փոխկապակցված անձինք։ Դա հետո արդեն հայտնաբերվեց, ուրեմն մեկը 6-րդ հոդված արդար դատաքննություն եւ երկրորդը առավել կարեւոր իմ կարծիքով դա կոնվենցիայի 8-րդ հոդվածն է, դա դատավորի մասնագիտական կարիերան է, դատավորի անցած ճանապարհն է, դատավորի մասնագիտական արժանապատվությունն է, որը պետք է համադրել հանրային շահի հետ, եթե հանրային շահ իսկապես կար։ Հենց պաշտպանները դատաններում դրա վրա նույնպես շեշտում էին, արդյոք սուր հանրային պահանջ կա լիազորությունները դադարեցնելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, եթե կա, ապա դա պետք է համադրել դատավորի անցած ճանապարհի հետ։ Բայց ընդհանրապես ԲԴԽ անդամները թերավատորեն են մոտենում, ընդհանրապես 1-2 հարցեր եթե հնչում են, ապա դատական ակտում մենք չտեսանք արդեն այդ համադրումը հանրային եւ մասնավոր շահերի հետ, ստացվում է բացառապես հանրային շահին հետևելով, իսկ որոշ դեպքերում մեր հենց լիազորությունները դադարեցնելու կամ ընդհանրապես վարույթ հարուցելու հանրային իրական շահը բացակայում էր, այլ մտածածին ինչ պնդումներ էր ներկայացվում, ահա այդ կերպ չէին ընդունում պաշտպանների միջնորդությունները եւ այդ հարցերը արդեն եվրոպական դատանը վերցրել է քննության։ Եվ ընդ որում կրկնում եմ 10 գործ 1 օրվա մեջ, դա արդեն բավականին մեծ բեռ է մեր պետության համար, մեր փոքրիկ պետության համար։ Ինչ նկատի ունեք, եթե ասում եք մեծ բեռ, ինչու է մեծ բեռ։ Դե որովհետեւ այդ վարույթները բազմապատկվելու են։ Բնականաբար նրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը շահելու են, հետո արդեն առաջ է գալու վերաբացման վարույթները, այնտեղ դատավոր կա, որ թոշակի անցել արդեն նրա չստացած թոշակի գումարները, որ նա պետք է ստանար, եթե լիազորությունները չդադարեր, ասենք օրինակ դատավոր Սուքոյանը եւ այլն, այս ամենը պետական բյուջեի վրա որոշակի ծանր բեռ է առաջացնելու, բայց դա այդքան կարևոր չէ, կարևորը որ այլևս չկրկնվի այն ինչ որ տեղի ունեցավ, այսինքն այն ագրեսիվ հայտարարությունները դատավորների դեմ, կոնկրետ դատավորների կամ դատական իշխանության դեմ, այն հայտարարությունները, որ մենք հիմա լայնորեն վեթինգ ենք անելու եւ հեռացնելու ենք դատավորներին, այն դեպքում դատավորները դեռ աշխատում էին, նման հայտարարություններ նույնիսկ եւ վարույթի ընթացքում եւ վարույթից առաջ չպետք է լինեն, որովհետեւ խոսքը վերաբերում է իշխանության առանձին ճյուղի անկախությանը, այն էլ դատական իշխան։ Տեսեք եվրոպացիները որքան կարևորում են դա, որ վերցրեցին եւ 2 ամս առաջ ներկայացված գործը, նաեւ Սուրեն Անտոնյանի գործն էլ այդպես եղել, կոմունիկացրեցին, որովհետեւ եւ բոլոր այդ գործերին նշեմ, որ դատանը ի սկզբանե տվեց առաջնահերթություն, որը շատ հազվադեպ է անում, եւ կիրառեց նաեւ 41 եւ 40 հոդվածը, դա էլ վերաբերում է արագորեն գործը հաղորդակցել։ Հիմա ինչու է միեդը այդ քայլին գնում,
այսինքն արագացված կարգով գնում, որովհետև տեսնում եք ճգնաժամային վիճակ, որովհետև դատաիրավական բարեփոխումների կամ ընդհանրապես բարեփոխումներ չէ, կարգապահական վարույթներում տեսնում եք ճգնաժամ։ Դատավորների նկատմամբ հարցված կարգապահական։ Այո, եթե մասսայաբար դատավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության իրենց որոշումների համար, այլ ոչ թե վարքագծի համար, ես դա համարում եմ ճգնաժամ։ Իսկ գործող նախարար Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը անդրադառնալով այդ հարցին անցաչափած ասաց, որ մեր դիրքորոշումներն նա լինելու, որ մենք պնդելու ենք կամ ապացուցելու ենք կարգապահական այդ խախտումները դատավորների։ Վենետիկի հանձնաժողով մի քանի անգամ, երևի 3 թե 4 անգամ Հայաստանն ասել է, որ սովորաբար մեր կանոնը հետևյալն է. գործադիր իշխանությունը չպետք է բերի կարգապահական վարույթներ, բայց բացառության կարգով այո, թող նախարարն դա անի, որպես հակակշիռ դատական իշխանության, բայց դա արվի հազվադեպ։ Բայց մեծամասնությունը նախարարության բայց դա դարձավ օրինաչափություն, խնդրեմը այստեղ էր, ոչ մեկը չի ասում, որ նախարարը չպետք է իրավունք ունի վարույթ հարուցել, բայց դա պետք է արվի շատ հազվադեպ եւ այն էլ չափառանց ինչ որ կարկառուն դեպքերում, իսկ մենք տեսանք հակառակը, դարձավ օրինաչափություն, դատական համակարգից գանգատներ, դիմումներ չէին ստացվում, այլ դիմումները ստացվում էին Արդարության նախարարության, ասենք օրինակ գլխավոր դատախազությունը կոնկրետ գործով որոշում է ոչ թե դիմել դատական իշխանությանը, որպեսզի վարույթ հարուցվի, այլ դիմում է Արդարադատության նախարարությունը, հարցը բարձրանում ինչու։ Միթե արդյոք նախորդ ինչ որ համաձայնություն կա։ Ինչևէ, կար քաղաքական որոշում եւ քաղաքական էլիտան այդ մասին հայտարարում է, որ պետք է այսպես կոչված մաքրել դատական համակարգը եւ ԲԴԽ-ն որոշեց դա իր ձեռքը վերցնել, բայց սխալ գործիք կիրառեց դրա համար։ Դրա համար պետք էր վեթինգի գործիք, անցումային արդարադատության գործիք, որը մենք չունեինք եւ դժվար է թե կարողանայինք ունենալ։ Եվ որոշեցին դա անել կարգապահական վարույթները, որը հակացուցված է, որովհետեւ վեթինգ եւ կարգապահական պատասխանատվություն դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Վեթինգի նպատակն է մաքրել համակարգը, իսկ կարգապահական վարույթի նպատակն է կարգավորել վարքագիծը պահելով այդ անձին համակարգում։ Բայց մենք տեսանք, որ չարաշահվեցին կարգապահական վարույթները, այլ արդեն Եվրոպայից մեկ արձագանքը շատ արագ իմիջիալոց լսեցինք։ Պարոն Ղազարյան, կարող եք ասել, այդ տեսեք դուք հիշատակեցիք Վենետիկի հանձնաժողովին, որոշումը իհարկե այս արակարգով քննելու միեդն է ներկայացնում, այնտեղ կա Գրեկոն, այնտեղ տարբեր մարմիններ կային, որոնք անդրադառնում են երբեմն այդ համակարգին։ Հնարավոր է սա միայն միեդի զուտիր որոշումը չի, այլև բոլոր կառույցների, միջազգային կառույցների, որոնք հսկում են Հայաստանի դատաիրավական համակարգը։ Միեդը ուղղակի իրավական գործընթացով է արձագանքում, տարբեր մարմիններ Հաշվի է առել, նկատի ունեցել այս բոլոր միջազգային կամ եվրոպական կառույցների եվրոպական տարբեր կառույցներ մեկը մյուսի հետ խոսում են, ընդհանրապես Եվրոպական կոնվենցիան համարվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների վերաբերյալ սահմանադրություն։ Այսինքն այն ինչ որ Եվրոպայի խորհուրդը նշում է, այլ կերպ ասում է, որ եվրոպական դատանը Եվրոպայի խիղճն է։ Այսինքն այն ինչ որ եվրոպական դատան անում է, դա արդեն համարենք, որ կայուն հաստատված վարքագիծ է Եվրոպայի խորհրդի կողմից ուղղված անդամ պետություններին։ Ուստի եթե եվրոպական դատանը ինչ որ ահազանգ է բարձրացնում, դա ազդանշան է մյուս մարմինների, նախարարների կոմիտե, ԵԽԽՎ եւ այլ մարմինները, դա ընդունում է որպես արդեն ստանդարտ չափանիշ եւ իրենք արդեն իրենց որոշումները ոչ միայն համապատասխանեցնում, այլ վկայակոչում են հենց այդ սկզբունքների վրա։ Օրինակ Վենետիկի հանձնաժողովը երբ որ նշում է, որ դատավորը պետք է բողոքարկելու հնարավորություն ունենա ընդհանուր իրավասության դատարան, որը Հայաստանին ասվում է արդեն շուտով կլինի մոտ 20 տարի, Անահիտ Սաղաթելյանի գործով սկսած, եւ միայն 2 տարի առաջ նախաձեռնեցին ինչ որ որոշակի կոմպրոմիսային տարբերակ, ըստ էության միջև այդ համակարգը դեռ չի կիրառվում։ Ինչն է պատճառ այս անգործության, չեմ կարծում ռեսուրսների բացակայությունն է։ Հիմա այս նույն բանը ոչ միայն Վենետիկի հանձնաժողովն է ասում, այլ եվրոպական դատանն է նաև իր վճռներում ասել։ Անահիտ Սաղաթելյանի գործով, այլ գործերով դատավորների եւ այս ընթացի գործերով այդ հարցը նորից ջրերես է բարձրանալու։ Իսկ եթե միեդը նման արագությամբ գործը վերցրել է քննարկելու առաջնահերթությամբ, կարող ենք ասել, որ այս տարի մենք կարող ենք ականատես լինել նաև վճռների։ Գուցե այս տարի չհասցնեն, բայց մյուս տարի հաստատ, բայց անպայման չի որ վճիռ լինի, որ պետությունը իր վարքագիծը փոխի կամ իր ծրագրերը փոխի, արդեն իսկ հաղորդակցումը, կոմունիկացիան դա լուրջ ազդանշան է եւ շատ հաճախ, այո, մանավանդ մեր պետությունը, որ որպես կանոն հավատարիմ է եվրոպական արժեքներին եւ հավատարիմ է եվրոպական դատանի ուղերձներին, ոչ այնպես ինչպես Ռուսաստանը, Ադրբեջանը եւ այլն, որ ուղղակի առամարում էին, Ադրբեջանը եւ Թուրքիան եւ այլն,
Հայաստանը արդեն իսկ իր վարքագիծը փոխել է, կրկին արդեն ես տեսնում եմ ԲԴԽ-ի որոշումներում փոփոխություն, քաղաքականության փոփոխություն։ Էապես փապկացել է ԲԴԽ-ի մոտեցումը եւ հրապարակային այնպիսի հայտարարություններ, ինչպիսին անում էր ԲԴԽ-ի նախկին նախագահ, այդպիսի հայտարարություններ Ինչու է փապկացել։ Չգիտեմ, թե ինչն է պատճառը, ես այդ խոհանոցին մեջ չեմ, որպեսզի ասեմ, ես ուղղակի արձանագրում եմ արդյունքը։ Բոլոր դեպքերում մենք հիմա չունենք այդ ագրեսիվ կեցվածքը դատավորների նկատմամբ, իմ կարծիքով առաջերտին, որովհետև Եվրոպան շատ արագ արձագանքեց։ Եթե Եվրոպան չարձագանքեր, այդ պրակտիկան, որը ԲԴԽ-ն 2 տարի առաջ սկսեց, մինչև նա կշարունակվեր, բայց մենք հիմա տեսնում ենք արդեն վարքագծի փոփոխություն եւ այդ փոփոխությունը առավել նկատելի կլինի, որտեղ կան ճշմարտություններ, որոնցից կարելի է ժամանակավոր նահանջել, բայց հերքել այդ ճշմարտությունները չի կարելի։ Այդ ճշմարտություններից մեկը այն է, որ դատավորին չի կարելի ենթարկել կարգապահական պատասխանատվության իր որոշման համար, որովհետև դա լրջորեն ազդում է դատավորի անկախության վրա։ Եվ այս պրակտիկան պետք է գնալով ավելի նվազի։ Երկրորդ ճշմարտությունը, որ պետք է բողոքարկման հնարավորություն ունենան մասնագիտական մարմնի որոշումը, ԲԴԽ-ի որոշում բողոքարկել հնարավորություն իրենց համայնքում գործող դատարան, այսինքն ընդհանուր ասան դատարան, որը միջև հիմա դեռ այդ հնարավորությունը տրված չէ, թեև արդեն 20 տարի է, ասեմ մոտավորապես 2006-7 թվականից Հայաստանն ասում է, որ այդ համակարգը պետք է ստեղծվի։ Իսկ Կարեն Անդրեասյանի հրաժարականը թեև հայտնի դարձավ, որ դա տեղի ունեցել վարչապետի SMS այսպես ասած հաղորդագրությունից հետո, հնարավոր է կապ ունենա եվրոպական կառույցներից եկած նման ազդակների հետ, պարզապես մենք այդպես էլ չիմացանք, չէ՞ որն է։ Աննախադեպորեն եվրոպական դատանը, որ կոմունիկացնում է այս գանգատները, հենց նրա անվամբ է կոմունիկացնում, որը հազվադեպ երևույթ է։ Եթերապես քննադատության սլաքները ուղղված են Կարեն Անդրեասյանի վրա, որովհետև նա ինքը ամենաշատն էր բարձրաձայնում այդ դատավորների նկատմամբ հետապնդումների մասին եւ ինքը ուղղեց քննադատության սլաքների վրա, բայց պակաս քննադատելի չեն նաև ԲԴԽ-ի մյուս անդամները, չէ՞ որ բոլորը որոշում են, օրինակ Վահե Միսակյանի գործով բոլոր 9 քվեարկեցին ի օգուտ։ Վահե Միսակյանի գործով միեդում հանդես է գալիս դուք որպես։ Այո, դա իմ գործն է, քաջատեղյակ եմ, դրա համար այդ գործից խոսում եմ։ Այսինքն այստեղ եթե պետք է քննադատել ԲԴԽ-ին, ապա միայն Կարեն Անդրեասյանին պետք չէ քննադատել, բոլորը։ Եվ եթե վճիռներ լինեն, ես չեմ ասում, որ հաստատ բոլորը կշահեն, ամենատարբեր պատճառով կարող է որոշ գործեր դուրս գան, բայց էականը շահել թե չէ, դա էականը այն դատավորների համար է, ովքեր զրկվել են հենց աշխատանքից եւ ցանկանում են վերադառնալ համակարգ։ Հասարակության համար էական է, որ այլևս նման բան չլինի, որ դատական համակարգի նկատմամբ գործադիր իշխանությունը ոտնձգություն չանի, որովհետեւ դա լրջորեն, դա նույնիսկ ազգային անվտանգության հարց է։ Չի կարելի դատական համակարգի նկատմամբ ոտնձգություն զուտ նրա համար դատական համակարգը չունի իր ոստիկանությունը, չունի իր բանակը եւ այլն, դա ամենը գործադիր իշխանության ձեռքում է։ Եվ այսօր մենք տեսնում ենք հակասական մոտեցում։ Մի կողմից քաղաքական իշխանությունները չեն միջամտում դատական գործերին, ես դա տեսնում եմ որպես փաստաբան, շատ հաճախ շփվելով, բայց որոշ դեպքերում միջամտությունը շատ խորն է, շատ հակասական իրավիճակ է։ Ի տարբերություն ինչ դեպքերում այն գործեր, որ քաղաքական հնչեղություն ունեն կամ նուրբ գործեր են, մենք տեսնում ենք, ասենք, օրինակ Դավիթ Տոնոյանի գործը 4 տարի խափան միջոց կալանքի տակ, դա աննորմալ է։ Չի կարող անձել լինել կալանքի տակ, խափան, եթե դա խափան միջոց է, ոչ թե պատիժ, ամիսներ շարունակ, եթե դա արտակարգ ինչ-որ հանգամանքներ չկա, բայց քաղաքականապես այդ նուրբ գործերում, լարված գործերում սովորաբար դատաքննության փուլում դեռ երկար ժամանակ անձին պահվում են կալանքի տակ։ Այդ պրակտիկան նախկինում չկար, թեև մյուս կողմից Հայաստանը համարվում է չափազանց քիչ կալանավորներ ունեցող երկիր Եվրոպայի խորհրդում։ Տեսնեք հակասական իրավիճակ է։ Մի կողմից խափան միջոցի կալանքի թվերը նվազում են, որը գովեստի արժանի է, բայց մյուս կողմից ավելի շատ ենք տեսնում դեպքեր, որոնց դատական փուլում շարունակում են պահվել կալանքի տակ եւ որպես կանոն դրանք հնչեղություն ունեցող գործերն են։ Իսկ մնացած բոլոր դեպքերում մտածում եք միջամտություն, այո, ասենք կոռուպցիան, ինչպես առաջ էր, կամ հեռախոսային արդարացությունը, որպես փաստաբան կարող եմ ասել, որ էապես նվազել է, բայց կրկնում եմ, այն ինչ որ արեց ԲԴԽ-ն վերջի 2 տարում, շատ ավելի ուժեղ հարված էր դատավորների անկախությանը, դատավորների անկաշկանդ որոշումներ կայացնելուն, քան այն հակակոռուպցիոն քաղաքականությունը հորիզոնական, որ
կառավարությունը այսօր վարում է։ Ծանոթ եք Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, որ 80%-ով վետինգ իրականացվել է համակարգում։ Ինչ վետինգի մասին է խոսքը։ Գուցե դա է վետինգը։ Ոչ, վետինգի համար պետք է նախ օրենք ունենալ։ Մենք օրենք չունենք։ Վետինգը դա անցումային արտադարձության գործիք է, իսկ Հայաստանում ապացուցվեց, որ անցումային արտադարձությունը տեղել չունի, որպեսզի դա կիրառվի, որովհետև մեր մոտ այնքան շատ են ռեֆորմներ իրականացվել 2002-ից։ Ի վերջո մենք ԵԽ անդամ պետություն ենք եւ Եվրոպայի խորհուրդը թույլ չէր տա, որպեսզի այստեղ այն աշճանի ձախողումները մեծ լիներ, որ ստիպված կիրառվեր վետինգ։ Վետինգը որպես գործիք ինքը չափազանց կոշտ կառուցակարգ է, որը բախվում է մարդու իրավունքների հետ։ Այն պետությունները, որոնք վետինգ են կիրառել, այդտեղից գանգատներ եվրոպական դատարան շատ են գնում եւ որպես կանոն ամբողջությամբ չի հաջողվել դա եւ այո Հայաստանում չէր կարող դա ուղղակի այլաբանորեն Կարեն Անդրեասյանը ասեց կամ ցույց տալու համար չգիտեմ որոշ շրջանակների որ մենք ակտիվ աշխատում ենք բայց հիմա արդեն արձագանքը ոնց որ ասում է քայլը հավաքելու ժամանակն է եւ բոլոր դեպքերում արձանագրենք որ այո որոշակի փոփոխություն արդեն ԲԴԽ-ի քաղաքականությունում կա շատ ավելի զգուշ են հիմա եւ իրենց հրապարակային հայտարարություններում եւ իրենց որոշումներում եւ ամենակարևորը եթե որոշել եք կարգապահական պատասխանատվության ենթարկել դրա անհրաժեշտությունը համադրեք դատավորի անցած ուղու հետ դա շատ կարևոր է որը միջև մա չի արվում Իսկ Կարեն Անդրեասյանը որպես նախարար կարգապահական վարույթների միջնորդություն ներկայացնում էր, չէ՞, ԲԴԽ, այնուհետև որպես ԲԴԽ-ի նախագահ հաստատում էր, միգուցե ես չգիտեմ, դե այդ ամենի իր ներկայացրած ինքը հետո ԲԴԽ-ում հաստատել է, թե ոչ, բայց հայտնում էր, այդ այո, բայց ամեն դեպքում ինքը հաստատում էր իրեն հաջորդող նախարարի ներկայացրած միջնորդությունները, դրանք ձեր կարծիքով այդ միջնորդությունների վրա, այդ հաստատումների վրա, միջնորդությունները բավարարելու վրա, դրանք զուտ իրավական գործընթացներ էին, նախարարը տեսավ, ներկայացրեց, իր կարծիքով այդպես էր, թե կար քաղաքական, հա, ավելի բարձր ատյանների քողարկված օրակարգ, ոնց որ միջազգային տրիբունալներն են սիրում ասել, ամենահավանականությամբ քողարկված օրակարգ կար, քաղաքական օրակարգ, որովհետև անհնարին էր այդ աշճանի ինտենսիվությամբ նման վարույթներ հարուցել եւ դրան զուգահեռ հրապարակային հայտարարություններ անել նախագահի կողմից, ԲԴԽ-ի անել ընթացքի մեջ գտնվող գործով եւ այն էլ ասենք այնպիսի մի հարթակում, ինչպիսին TikTok-ն է, անհասկանալի է ուղղակի։ Այո։ Բնականաբար եվրոպական դատարան դա ապացուցել անհնարին է, որովհետեւ այդ փաստերը, եթե կա քողարկված օրակարգ, դա խնամքով թաքցվում է, բայց պարտադիր չէ գտնել այդ փաստերը ջրերես հանել։ Հետևանքը արդեն իսկ բավարար է։ Իսկ հետևանքը այն է, որ 25 տարի դատավոր եղած անձը պաշտոնից զրկվում է, թոշակի անցնելուց ընդամենը 2 ամիս առաջ։ Արդյունքում ինքը կորստում է հսկայական գումար։ Այդ ինչ հսկայական հանրային շահ պետք է լինի, որ գերակայի դատավորի 25 տարվա կարիերան։ Նույնիսկ եթե ասենք դատավորը ենթադրենք, ես չեմ ասում այդպես, ինչ որտեղ սխալվել է, իսկ ով չի սխալվում։ Պետք է նայել կողմերը վնաս կրել են, տվյալ դեպքում ոչ։ Կողմերը նույնիսկ չեն էլ բողոքել։ Այո, բոլոր դեպքերում հանրային շահը կա, որ դատավորը օրենքը չխախտի, բայց եթե դա արվում է շահադիտական նպատակներով, դրա համար կա քրեական պատասխանատվություն, քրեական գործ չի արարծվել։ Կարգապահական նպատակն է կրկնում են վարքագիծ կարգավորել, այնպես անել, որ այլևս այդպես չլինի, որ կարելի է բավարարել նկատողությամբ։ Ինչու անպայման հենց լիազորությունները դադարեցնել։ Եվ ինչու այդ դրա մասին հրապարակային հայտարարել։ Եվ ինչու հայտարարել հենց վարույթի ընթացքում, բարձր չէ, որ այդ ամբողջը հանրային բացասական կարծիք է ստեղծում այն դատավորի դեմ, որը հիմա գնում է նիստի։ Միթե կարելի ասել, որ նման վարույթներ արդարացի են, իհարկե ոչ։ Իսկ դուք ասացիք մոտավորապես կարծիք հայտնեցիք, որ 50%-ի դեպքում կամ կեսի դեպքում միետը կբավարարի այդ դատավորի։ Չէ, մեծը ճնշող մեծամասն, ես մեծ վերապահովումով եմ ասում, բայց ոչ թե բովանդակային իմաստով կարող է ինչ-ինչ ընթացակարգային խնդիրներ ծագեն եւ մեկ կամ երկու դատավոր իր նպատակին չհասնի։ Բայց ես մեծ վերապահումով եմ ասում, որովհետեւ միշտ նման բաներ պատահում են։ Գերակշիռ մասը կհասնեն իրենց դիմումների բավարարմանը, որովհետեւ այնտեղ կա մի հոդված, որը ունիվերսալ հոդված է, որը ԲԴԽ-ն չէր կիրառում։ Դա 8-րդ հոդվածն է։ Այն որ ես ասում պետք է համադրել հանրային ու մասնավոր շահերը, իր մեթոդաբանության մեջ ԲԴԽ-ն չի կիրառում, կամ եթե կիրառում էր շատ սուղ նվազագույն փաստակազմով, որովհետև եթե ամբողջ ծավալով, ամբողջ խորությամբ այդ համադրումը արվեր, պետք է որ դատավորը արդարացվեր։
կոնկրետ այն վարույթները, որոնք ես ուսումնասիրել եմ կամ ներգրաված եմ եղել, նույնիսկ ես խնդրում եմ ԲԴԽ-ին, ասում եմ, ինչ որոշում ուզում եք կայացրեք, դա ձեր գնահատման դաշտն է, դա ձեր ներքին համոզմունքն է, բայց խնդրում եմ գոնե որոշման մեջ, որովհետեւ արդարացիությունը նաև տեսանելի լինի, թե ինչպես է իրականացվում, համադրեք դատավորի անցած ճանապարհը այն հանրային նշանակության շահի հետ, որը դուք կարծում եք, որ իրապես կա։ Համադրեք ու տեսեք, որն է գերակայում։ Օրինակ տեսեք, հանրությանը ու մեզ բավականին հնչեղ դարձավ մեզ համար Աննա Դանիբեկյանի գործը լիազորությունների դադարեցումը, որը Քոչարյանի գործով է մեզ հայտնի, նաև Դավիթ Հարությունյանը վերցնենք Աննա Դանիբեկյանի։ Հիմա իրեն ասում են, ինչու դու գործերը չես բաժանել։ Ամենահնարավոր պատասխանը հետևյալն է, իսկ դա ձեր ինչ գործն է։ Ես եմ դատավորը, այս ամբողջ աշխարհում միայն ես կարող եմ որոշել բաժանել թե ոչ։ Մեկ էլ կա վերադասացյանը, այն էլ դատավարական եղանակը, որ կարող է կասկածի տակ դնել որոշումը։ Դա ձեր գործը չէ։ Դա դրանում էլ ինձ իմ անկախությունն է։ Դա ԲԴԽ-ի գործը չի։ Այո, մեծ հաշվով։ Եվ նախարարի գործն էլ չի, հա, այո, ոչ մեկի, դա եթե գործը մտնում է դատարան, դատավորը ավտոնոմ որոշում է կայացնում, ամբողջ աշխարհում կա մենակ մի մարմին, որը կարող է դա կասկածի տակ դնել, դա վերադաս դատական ատյանն է։ Կարելի է քննադատել, կարելի է չհամակերպել, կարելի է հանրային քննարկման ենթարկել, բայց պատասխանատվության ենթարկել, դա նշանակում է հաջորդ անգամ դատավորը կաշկանդված է լինելու եւ միջինացված եղանակով է աշխատելու։ Էլ չասեմ, որ փորձված փաստաբաններին, որ հաշտը կասեն, եթե գործը նա բաժաներ, արդեն փոխկապակցված 2 կամ 3 վարույթ, դա էլ ավելի բացասական ազդեցություն կունենար գործի ընթացքի վրա, չէ՞ որ Դանիբեկյանին պատասխանատվության ենթարկեցին ժամկետները խախտել, գործը երկար, ինչպես նաև Միսակյան։ Եվ այդպիսով գործ երբ որ բաժանում է նախ պաշտպանության հնարավոր ժամկետը հաղթահարելու, այո, եւ վաղեմության ժամկետը հիմա հասել է չի ասել, դրա համար չեմ պատասխանատվության ենթարկել, այլ հնարավոր գործը դանդաղ ես քննել, որ դու ունեիր ռեսուրսներ, որ չես օգտագործել, որովհետև անուշադիր ես եղել կամ ոնց են ասում, գործին չես բարեխղճորեն գործը չես քնել, այսինքն ինչ որ էթիկական, կարգապահական էլեմենտներ են ներմուծում, բայց փաստաբանները ձեզ կասեն, որ երբ որ մի գործը բաժանում է 2 կամ 3 մասի, զուգահեռ է քննվում, դա ավելի շատ է ժամկետների վրա ազդում, ել չեմ ասում պաշտպանության հնարավորությունների վրա է ազդում, այսինքն այն բանը բացասական հետևանքը, որի վրա հիմնվում է վարորդության կազմը, իրականում չկար այս գործում, կամ ասենք Միսակյանի գործը վերցնենք, ասում եք գործը 3 տարի է տևել, բայց կարող է տևել 1 տարի, հետո ինչ, ով է վնասվել, մեղադրյալը չի բողոքում, դատավարության մյուս մասնակիցները նույնպես չեն բողոքել, հանրային շահն է վնասվել, կոնկրետ ցույց տվեք, որ շահը, ասենք որոշումը ստացվել է 3-րդ տարում, այլ կարող է ստացվել 1 տարում, հապաղել է դատավորը, կոնկրետ փաստերով ցույց տվեք, բոլոր փաստերը հերկվեցին, հիմնվեցին կանխավարկածի վրա, դե 3 տարի մեջ 18 նիստ, մենք էլ գումարեցինք, թե 3 տարվա մեջ դատավորը քանի աշխատաժամ ունի իր գրպանում, այսինքն պետության տված ռեսուրսը, եւ քանի գործ ունի վարույթում, երբ որ բաժանեցինք ամեն գործի վրա ծախսված ժամանակի վրա բաժանեցինք նրա ողջ ռեսուրսը, ստացանք մի զարմանալի թիվ։ Բոլոր գործերը ինքը պետք է 3 տարում քննի, որ ավարտի։ Այսինքն դա օբյեկտիվորեն է, այլ ոչ թե սուբյեկտիվ հանգամանքներից ելնել, որ դատավորը այդ գործը 3 տարի է ծախսել։ Մյուս կողմից էլ իշխանությունները հակադարձում են, որ տեսեք դատավորները հնարավորինս հանրային հնչեղություն ունեցող գործերով, որոնք կապված են հատկապես նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ ըստ հանրությանը միգուցե եւ առավել եւս իշխանությունների, նրանք իսկապես որոշակի հանցագործություններ կատարել են եւ դրա համար պետք է մեղադրվեն։ Եվ այդ գործերով դատավորները ձգձգում են, ճիշտ դատավարություն չեն իրականացնում, մեղադրում են, որ դատավորները իմանալով, որ որոշ ժամանակ հետո ահա վաղեմության ժամկետով այդ գործերը կարող են կարճվել եւ դիտմամբ տանում են դեպի դա, նրանց նկատմամբ փորձում են դա կանխելու համար ինչ որ քայլեր ձեռնարկել։ Դա ճիշտ չի կամ համաձայն չեք, որ իսկապես դատավորները նման վարքագիծել են նաեւ դրսևորում, օրինակ իշխանությունները Աննա Դանիբեկյանի դեպքում ասացին, որ հեգնանքով ասելով ըստ էության դրատակ որոշակի բան թաքցնելով, որ նա գնաց իր վաստակած հանգստին։ Չկարծում որ կան նաև նման դա կարող է նաև հնարավոր է, բայց դա արդեն տանում է շահադիտական դաշտ, իսկ դա արդեն քրեական հանցագործություն է։
Եթե դուք չեք կարողանում գտնել բավարար ապացույցներ քրեական վարույթ նախաձեռնելու համար, ապա կարգապահականը կարող եք նախաձեռնել միայն վարքագծի համար։ Վենետիկի հանձնաժողովը մեկ բացառություն է արել, երբ որ մենք ասում ենք որոշման համար չի կարելի պատասխանատվության կարգապահականի ենթարկել։ Վենետիկի հանձնաժողովը մեկ բացառություն է արել, որ այդուհանդերձ որոշ դեպքերում, երբ դատական ակտը կայացվում է արդարադատության նկատմամբ կամ օրենքի նկատմամբ անթաքույց առամարանքով, սա կարող է վարքագծի տարեր պարունակել։ Այո, կարող է պարունակել, բայց այն վարույթները, որ ես ուսումնասիրել եմ կամ ես ներգրաված եմ, ես չտեսա այդ անթաքույց առամարանքը։ Ես տեսա, եթե ժամկետների մասն է, ծանրաբեռնվածություն, ստեղծված իրավիճակից ելք գտնելու ինքնուրույն որոշումներ, որպեսզի կարողան այդ ահռելի բեռը, որ պետությունը իրենց վրա դրել է, կարողանան այդ բեռի տակից դուրս գալ։ Իսկ եթե ավելի խորանակ հարցնեք մի քիչ դատավորներին, ես կասեմ, որ շատ հաճախ նրանք արձակուրդ են վերցնում, որ դատական ակտեր գրեն, շատ հաճախ շաբաթ կիրակի են գալի գործի, որպեսզի կարողանան հասնել, եւ դա համատարած է։ Ընդ որում տարբեր երկրներում այդ իրավիճակը նույնպես կա։ Հիմա դատավորների այս ծանրաբեռնվածությունը նույնպես պետք է հաշվի առնի ԲԴԽ-ն, երբ որ որոշում է, թե ինչու է դատավորը 3 տարի ծախսել այդ գործի վրա։ Այո, դատավորը կարող է տվյալ գործը վերցնել, ասենք, քննել 6 ամսում, բայց մյուս գործերի հաշվին դա կարող է անել։ Իսկ եթե մենք նրա ունեցած ռեսուրսը հավասարաչափ բաշխում ենք գործերի քանակի հետ, որ ահռելի է, մի քանի 100 գործ, մենք տեսնում ենք, որ այո, 3 տարում կարող է քննել այդ գործը։ Այս հարցին պատասխան առարկայական տվյալներով մենք ԲԴԽ-ից չստացանք։ ԲԴԽ-ից ստացանք միայն փաստի կանխավարկած 3 տարվա մեջ 14 նիստ, դա աննորմալ է։ Դա աննորմալ է։ Ну, ես իմ բառերով եմ ասում, այսինքն դա օրենքի խախտում է։ Չէ, դե իսկապես որ վերցնում ես 3 տարվա մեջ 14 նիստ, դա հարց է բարձրանում, իսկ ինչու հնարավոր չէր արագանել, բայց երբ որ մենք արդեն մտնում ենք բովանդակային դաշտ, վերլուծում ենք բոլոր հանգամանքները, մենք տեսնում ենք, որ ավելին հնարավոր չէ։ Եթե դու որոշես բոլոր գործերի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերել, այլ ոչ թե խտրական, որոշ գործերը արագ քննել, այդ ռեսուրսները թույլ են տալի տվյալ գործը քննել 3 տարում։ Այսինքն սա պետք է բոլորը հաշվի առնել, բայց վարույթի ընթացքում դա հաշվի չառնեն։ Հիմա տեսնենք եվրոպական դատանը գործը որ ուղղությամբ կտա։ Տեսեք, դուք ամեն դեպքում համոզմունք հայտնեցիք, որ մեծ մասով դրական որոշում կկայացնի ՄԻԴ-ը, այսինքն հոգուտ դիմողների, դատավորների։ Կարող է նույն օրը վճիռները կայացնել։ Ինչպես հայ։ Չի բացառվում։ Դա ինչ ազդեցություն կունենա մեր դատական ոլորտի վրա։ Դա լուրջ ազդակ է եւ արդեն իսկ ազդեցություն կա, ես ասեմ, արդեն մենք տեսնում ենք ԲԴԽ-ի մոտեցումներում որոշ փոփոխություններ, առավել զգուշորեն են հիմա արդեն եւ իրենց հրապարակային հայտարարություններում եւ իրենց ակտերում, բայց սա մոնիտորինգի հարց է, առավել ճշգրիտ տվյալներով խոսելու համար, բայց ամենամեծ ազդեցությունը, հակազդեցությունը, որ այլևս դատավորների նկատմամբ վարույթներ չառուցվեն որոշումների համար, բայց դա նաև օրենքի խնդիր է, որովհետև օրենքում այդ կետը կա։ Երկրորդը, որ նույնիսկ եթե հիմքեր կա կարգապահական պատասխանության, կարգապահական տուժերի տեսակների սանդղակում անպայման չընտրել ամենախիստը, լիազորությունները դադարեցնելը, դա երկրորդը, եւ երրորդը ի վերջո ստեղծել այդ բողոքարկման մարմինը, բայց ընդհանուր իրավասության դատարան, ունակ վճռաբեկ դատարան, որը համառորեն չի արվում եւ ես չեմ կարծում որ ռեսուրսների բացակ, որտեղ նախագիծը ներկայացված է, հաստատված է, Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական կարծիք, թեկուզ մեծ վերապահումներով, բայց ինչու միջև հիմա դա չի արվում։ Պարոն Ղազարյան, դուք վստահ եմ լսել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ազգային ժողովում, որն ուղղված էր ընդդիմադիր падգամավորներին, որ բոլորիդ տանելու եմ լցնեմ, հավաքեմ լցնեմ ԱԱԾ-ի պատվալները։ Սա ինչ է նշանակում զուտ դատաիրավական բարեփոխումներ ստանձնած իշխանությունների համար կամ զուտ նման բարեփոխված դատաիրավական համակարգ ունենալու տեսանկյունից։ Արդյոք սա էմոցիոնալ խոսք է, դա հռետորաբանություն կամ էմոցիոնալ խոսքեր եւ դրան չեմ կարծում որ որևէ բան կհետեւի, որտեղ հնարավոր չէ։ Եվ այստեղ նաեւ խոսքը հիմնական եթե կոնտեքստով նայենք, քաղաքական պատասխանատվության մասին է խոսքը։ Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Նրա հասցեն եւ վիրավորական տեքստեր են գնում եւ սպառնալիքներ, բայց հատուկենտ գործեր են հարուցում, որտեղ հիմնականում եթե դա արվում է քաղաքական գործիչների կողմից, ինչպես Արամ Հարությունյանը արդարացրեց, խոսքը վերաբերում է քաղաքական պատասխանատվության։ Նույնիսկ եթե քաղաքական գործիչը իհարկե այստեղ էթիկայի հարց է, որ բառապաշար չօգտագործի, բայց եթե սպառնում է մի քաղաքական գործը մյուսին, ապա առաջերտին մենք քաղաքական պատասխանատվության մասին պետք է ասենք, այլ ոչ թե որ իսկապես ասենք նրա նկատմամբ բռնություն պետք է կիրառվի։ Ուստի սա քաղաքական հռետորաբանություն է, ասված սաստիկ լարված հասարակական կոնտեքստում, որը անպայման պետք է հաշվի առնել, եւ անպայման չի դա բնորոշել որպես ատելության խոսք, դա էմոցիոնալ խոսք է, որևէ քաղաքական հետևանք չառաջացնող խոսք է եւ վստահ եմ, որ իապա մարմինները դրան ուղղակի չեն արձագանքի, որտեղ սա քաղաքական խոսույթ է, որոշակի ագրեսիվ տոնայնությամբ։ Դա որևէ կապ չունի, ոչ մի կապ չունի իրավաբանության հետ, այստեղ ամենաշատը հանրային էթիկայի նորմերն են խոսում, հանրային ծառայության էթիկայի նորմերն են խոսում։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում իշխանությունների ցանկությունը դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, անկախ դատարաններ, անկախ իրավապահ համակարգ ունենալու, արդյոք դուք անկեղծ եք գնահատում այդ ցանկությունը եւ արդյոք իշխանությունների քայլերի, չասեմ բոլոր քայլերը, մեծամասնություն ուղղված են դրան։ Տեսեք, եթե մենք լայն օղակով բոլոր պարամետրերը գնահատենք, 98 թվականից սկսած մեր երկրում բարեփոխումները զարգացման վեկտորով շարունակաբար իրականացվում են անկախ նրանից թե ով է երկրի նախագահը։ Հետևողականորեն դա արվում է եւ մենք շատ լավ ցուցանիշների ենք հասել Եվրոպայում։ Այնպիսի ինստիտուտներ ենք մենք կիրառել, որ նախկինում ուղղակի երազել չէինք կարող, ասենք օրինակ նույն Վճռաբեկ դատանի հարուստ նախադեպային իրավունքը, որ 2005 թվականի դրությամբ ամբողջությամբ բաց էր։ Եվ այլն, այստեղ խոսալունը շատ է։ Ուղղակի երբեմն, երբ որ քաղաքականությունն է միջամտում այդ ռեֆորմներին, մենք ունում ենք ժամանակավոր հետընթաց։ Ահա ձեր հարցին պատասխանեմ, ընդհանրապես անընդհատ զարգացման վեկտոր կա մեր մոտ, այդ ոլորտը անընդհատ զարգանում է, երբեմն ուղղակի կամ դանդաղում է կամ հետընթաց է գնում, որը հուսում եմ ժամանակավոր է եւ դրա ամենացավալի հարվածներից մեկը հենց այդ կարգապահական վարույթներն են վերջին մի քանի տարվա ընթացքում, որը հուսով եմ արդեն դադարում է։ Հա, այսպես կարող եմ ես ձեր հարցին պատասխանել։ Դուք քաղաքական գործերի հետ կապեցիք իշխանությունների հնարավոր կամ արկա միջամտությունը, բայց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է, որ իրավապահ համակարգը լայն իմաստով եւ դատարաններ եւ այլ մարմիններ քաղաքական տաբուչուն են, գործում են ազատ։ Դե խոսքը միջամտության մասն է, թե ամբողջությամբ կախվածության։ Ընդհանուր նման դատական համակարգը 2005 թվականից սկսած, երբ սկսեց ստեղծել իր սեփական ինքնակարգառման մարմինները, համացան համարասեմ ունակ 2000 միջև ասենք 7-8 թիվը, դատավորների անձնական գործերը գտնվում էր արտադրության նախարարությունում, միջև 2005 թիվը ասեմ։ Եվ դատավորի ընտրությունը կատարվում էր արտադրության նախարարության կանոնակարգով։ Այսինքն դատական համակարգ արտադրության նախարարության կազմում էր կարելի ասել։ Հիմա նման բան չի կարելի պատկերացնել։ Հիմա երբ որ երիտասարդ ուսանողներին դա ասում են, իրենք ծիծաղում են։ Այն աշճանի պրիմիտիվ է իրենց համար ինչ։ Բայց դա ընդհանրապես 20 տարի առաջ էր։ Այսինքն այդ մեծ ցածկը մենք արել ենք։ Դատական համակարգը, երբ որ ստեղծեց իր ինքնակարգառման մարմինները, արդեն սկսեց հակազդել գործադիր իշխանությանը։ Ուղղակի երբեմն գիտեք քաղաքական գործիչների մոտ միշտ էլ կա այդ չեն կարողանում շատ հաճախ թաքցնել իրենց գայթակղությունը միջամտել դատական համակարգի ներքին գործին։ Նույնիսկ զարգացած ժողովրդավարական երկրներում է հատարվում։ Հարցը դրանում չէ։ Հարցը նա թե ինչպեսի հակազդեցությունն է լինում։ Հիմա դատական համակարգը հավաքվեց եւ այս հակազդեցությունը տվեց եվրոպական դատանի հետ միասին։ Տեսնենք թե ինչով է այս ամենը ավարտվելու։ Բոլոր երկրներում ես արդեն տեսնում եմ փոփոխություն ԲԴԽ-ի մոտեցումներում դատավորների նկատմամբ, բայց օրենքում նույնպես պետք է փոփոխություն արվի, պետք է հեռացնել այդ դրույթները, որ կարգապահական պատասխանատվության կարելի է ենթարկել դատավորին նաև նյութական եւ դատավարական կոպիտ առերևույթ խախտումների համար, դա լրջորեն ազդում է դատավորի անկախության վրա։ Իսկ մնացած առումներով ընդհանուր առմամբ որ մենք դիտարկենք պրոգրեսը այլ պարամետրերով, ինքը անընդհատ մեր մոտ զարգացում է գնում, ուղղակի երբեմն
քաղաքական գործիչները կամ գործադիր իշխանությունը փորձում են միջամտել դատական իշխանության։ Միջամտությունը անցած իշխանությունների օրոք կամ անցած տարիներին էր ավելի շատ թե հիմա։ Իմ կարծիքով անցած, որովհետև այն ժամանակ լայնորեն տարածված էր հեռախոսային արտադատությունը եւ ես դա դատանում զգում էի դատական գործերով։ Հիմա առավելապես դա արվում է, նշեցին կարգապահական վարույթներով։ Հիմա էլ ես չեմ բացառում, որ կա հեռախոսային արտադատությունը, երբեմն որոշ գործերով շատ տարօրինակ ելքեր եմ ունենում, երբ որ ես վերլուծում հասկանում, որ հաստատ ազդանշան է եղել, արտաքին ազդակներ է եղել, բայց երբ որ մենք համեմատում ենք ամբողջության մեջ, օրինակ հակակառուպցիոն քաղաքականությունը, որը միայն քրեական հետապնդման մասին խոսքը չէ, ինքը արդյունքներ է տալիս։ Այսինքն դժվար է ասել ավելի շատ նախկինները թե ներկա, ուղղակի կարելի ասել երևի թվային հաշվարկով ավելի շատ նախկիններն են միջամտում, այդ ուղղակի հեռախոսով վերցնում են եւ ասում են վերջ, այդ որոշում դիկայացնես։ Բայց այսօր, եթե դա նվազագույնի է ասված, մենք երբեմն ունենք ուղղակի քաղաքական միջամտություն, որը կրկին ասենք այս վարույթներն են կարգապահական, բայց տեսնենք նպատակին չհասավ մեծ հաշվով։ Հակադարձում են, որ դուք ասում եք թող դիտարկեն դատավորների անցած հետագիծ նրանց գործունեությունը, իշխանություններն էլ նաև դա են վկայակոչում եւ ասում են նախկիների օրոք կոռումպացված համակարգերում դատաիրավական նաև համակարգերում աշխատած դատավորները շարունակում են գտնվել նախկին իշխանությունների ազդեցությունների ներքո եւ դա ասում են, որ երբեմն նաև կոռուպցիայով կարող է արտահայտված լինել, կան նման ազդեցություն ձեր կարծիքով։ Նույնիսկ եթե նման ազդեցություն կա եւ այն միջոցները, որ կիրառվում է, դա շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել նման միջամտությունը, քան այն օգուտը, որը ակնկալվում է, որ կստանանք այդ դատավորներին հեռացնելուց հետո։ Պատկերացրեք, ես ինչ ասացի։ Այսինքն այո, կոռուպցիան ես չեմ ասում, որ վերացել է, բայց եթե մենք օրենքի գերակայությունը դնենք մի կողմ, դեպքը Արտուր Գաբրիելյանի, այո, դա արդեն արձագանք է։ Ուզում ասել, եթե մենք օրենքի գերակայություն դնենք մի կողմ եւ ելնենք քաղաքական նպատակահարմարությունից եւ հասնենք որոշակի արդյունքների, վերջին հաշվով մենք ավելի շատ կորուստ կունենանք, քան այն արդյունքները, որը կհասնենք նպատակահարմարությամբ։ Այդ կորուստը դատական համակարգի անկախության բացակայությունը կլինի։ Այսինքն այս հաշվարկը պետք է իշխանությունները անեն։ Այո, մենք կոշտ գործիքներ ենք կիրառում, հասնում ենք որոշ արդյունքների, որոշ դատավորներ հեռանում են, բայց դրա ամբողջական էֆեկտը այլ բնագավառում դատավորի անկախությամբ շատ ավելի մեծ է դրա վնասը, քան այն արդյունքին, որը մենք հասնում ենք կոշտ գործիքներ կիրառելով։ Ձեր տպավորությամբ, ոչ տպավորությամբ, ձեր կարծիքով, որտեղ ըստ էության դուք ուսումնասիրել եք գործերի մեծ մասը այդ դատավորների, իշխանությունները բոլոր դեպքերում ճիշտ որոշում չեն կայացրել նրանց լիազորությունից դատարեցնելու դեպքում։ ԲԴԽ-ն։ Ես մոնիտորինգ ամբողջությամբ չեմ արել, միայն ուսումնասիրել եմ այն գործերը, որոնք կոմունիկացված են մեծ հաշվով, այդ բոլոր գործերով ես կարծում եմ, որ այն, որ որոշակի մեթոդաբանություն չեն կիրառել, այսինքն հանրային ու մասնավոր շահերի փոխհավասարակշռում, համադրում չեն արել, դա արդեն իսկ ինքնուրույն խախտում է, անկախ արդյունքից, որովհետև դա դատավարական իրավունք է։ Չեմ ասում, որ որոշ գործերում, ասենք, խախտումը առերևույթ էր եւ անհամաչափ, ասենք օրինակ դատավորը տեղեկացնում է ԲԴԽ-ին, որ ես ճանապարհին եմ գալիս եմ, պատահար է եղել 10 րոպե կուշանամ։ Հիմա եթե խաղատախտակին դրված է դատավորի լիազորությունների դադարեցնելու հարցը, մարդուն աշխատանքից հեռացնում եք։ Դա նշանակում է ինքը նվաստացված է զգում եւ իր սեփական աչքերում, եւ ընտանիքի, եւ իր մասնագիտական համայնքում, որտեղ նրան հեռացնում են համակարգից։ 10 րոպեն այստեղ այդքան կարեւոր է, որ չէի կարող սպասել։ Այ երբեմն նման պարզ համեմատությունները օգնում են հասկանալու, որ համաչափության սկզբունքը չի արգվել։ Կրկնեմ, ի վարչում մարդուն իր երկարատև ճիգերից հետո հասել է որոշակի հաջողության եւ մեկ էլ ասում եք, այ 2 ամիս բանը 10 րոպե ուշացար, դա անարգանք է։ Բայց չէ՞ որ խոսքը դատավորի մասին է։ Իսկ նա արտադատության երաշխավորն է, չէ՞, դա իշխանության առանձին ճյուղ է, պետք է այդ ամենը հաշվի նստել։ Մենք ընդհանրապես ասում ենք, որոշումը ի վերջո ձերն է, հարգելի ԲԴԽ, բայց դուք կիրառեք որոշակի մեթոդաբանություն։ Դուք համադրեք նրա անցած ճանապարհը այն շահի հետ, որին դուք ձգտում եք, եւ ինքներդ արդեն կհամոզվեք, որ այդքան էլ անհրաժեշտ չէ նրան համակարգից հեռացնել, կարելի է ուղղակի նկատողության բավարարվել։ Չէ՞ որ ի վերջո կարևոր է, որ հաջորդ անգամ այլևս դա չկրկնվի, դատավորը արդեն քաղել է այդ դասերը եւ այո, հաջորդ անգամ չի կրկնի, բայց դուք հաշվի առեք, որ նա օրինակ ծանրաբեռնված է աշխատում։
Հաշվի առեք, որ դիտավորության շահադիտական նպատակներ չկար, հակառակ դեպքում քրեական գործ կար։ Հաշվի առեք, որ ի վերջո դա նրա ավտոնոմ որոշումն է, թեկուզ դրա համար տարօրինակ է, բայց դա նրա սեփական որոշումն է, դա նրա անկախությունն է, պետք է հարգել, պետք է հաշվի նստել դրա հետ, դրա համար հենց նա դատավոր է, այլ ոչ թե նոտար։ Իսկ հիմա երբեմն որոշները այդպես համեմատական ասում են կամ երբ նույնիսկ պատմական փաստ կա Ֆրանսիայում, դատավորին հավասարացնում են քաղցառայողի հետ, որ նա ընդհանրապես պետք է դակող լինի, իհարկե ոչ, դատավորները դրան չեն համակերպվի։ Դրա համար առաջի բանը չպետք է միջամտել նրա որոշումներին, նույնիսկ եթե գտնում եք այդ որոշումը տարօրինակ է, դրա համար կա բողոքարկման մարմին, չէ՞ որ դուք ի վերջո 4-րդ ատյան չեք։ Բայց հիմա փաստորեն, երբ որ ԲԴԽ-ն ասում է, այ դու սխալ ես արել, որ գործը չես բաժանել, այ դու սխալ ես արել, որ այս փաստը գնահատել ես այսպես, ըստ էության ԲԴԽ-ն դառնում է 4-րդ ատյան, իսկ դա անթույլատրելի է։ Ինչ էր պետք անել կամ ինչ է պետք անել հիմա էլ ավելի անկախ դատարան ունենալու համար։ Առաջերտին քաղաքական իշխանությունները, գործադիր իշխանությունները չպետք է միջամտեն դատական իշխանության ներքին գործերի։ Դա իրենցից անկախ, իսկ այլ ազդեցություններից անկախ։ Դե այստեղ գիտեք եւ արտաքին ազդակի մասին է եւ շատ հաճախ ներքին ազդակի մասին։ Դատավորը կարող է կախվածության մեջ ընկնել, ասեն, գերագույն դատարանից։ Այդ երևույթն էլ կա։ Բայց առաջերտին իմ ամենամեծ խնդիրը, որ եթե հարցնեք դատավորներին, կասեն իրենց ծանրաբեռնվածությունն է, իրենք ուղղակի չեն հասցնում։ Դրա համար դա կարող է ազդել դատական ակտի որակի վրա, դա կարող է ազդել կողմերի իրավունքների ապահովելու վրա, առաջերտին ռեսուրսները պետք է մեծացնել, որը արվում է անընդհատ։ Նախարարն ասում էր 50%-ով թարմացվել է դատավորների։ Այո, բայց միևնույն է, մեր մոտ դատավորների թիվը 100,000 բնակչին բաժնեկնող շատ քիչ է։ 3 անգամ ավելի քիչ է միջին եվրոպական ցուցանիշից եւ մտածում եմ, որ այլընտրանքային մարմինը, ասենք վեճի լուծման այլընտրանքային մեխանիզմները, ասենք արբիտրաժային դատարանները կամ հաշտության մեխանիզմները, իրենք այդքան շատ հանրայնություն չստացան, այսինքն այդքան շատ չեն դիմում այդ մարմինները, դատաները մնում են ծանրաբեռնված։ Կոնկրետ ես որպես փաստաբան ես գործ ունեմ, որ մեկ նշանակվում է, ասենք, հոկտեմբերին, հաջորդը նշանակվում է մարտ ամսին։ Տարվա մեջ, ասենք, 3 նիստ է լինում։ Պարզ այդ գործը 3 տարի կտևի։ Իսկ դա ռեսուրսից, այլ ոչ թե վարկագծից։ Այսքան քննարկելուց, անգամ չարչրկելուց, չարաշահելուց հետո ի վերջո այսօր Հայաստանի դատական համակարգին վեթինգ պետք է, իրավապահ համակարգին։ Ոչ, վեթինգը դա ոչ։ Վեթինգը շատ կոշտ գործիք է, ինքը չի համատեղվում մարդու իրավունքների հետ։ Տվյալ դեպքում, ասենք, արդար դատաքննություն, մրցակցային դատավարություն կամ հեշտուկս ասենք անձնական կյանքի հարգման իրավունք։ Մեզ վեթինգ անհրաժեշտ չէ։ Մենք չգիտենք այդ վեթինգը որտեղ կիրառենք, եթե խոսքը դատական համակարգ, որտեղ տեղերը զբաղված են, մենք անընդհատ ռեֆորմ արել ենք։ Եթե մեզ պետք լիներ վեթինգ, վաղուց օրենք կընդունեին եւ կիրականացվեր, բայց մանավանդ ամսի երկիր ինչպեսին մեկն է, մենք ենք, որ միշտ պատերազմի վտանգի առջև է կանգնած։ Ավելավ է էվոլյուցիայով անընդհատ մենք առաջ գնանք, քան թե ցածկերով։ Վեթինգը ինչ է։ Վեթինգը ցածկ է։ Վեթինգը արվում է ամսի երկրներում, որտեղ ասենք ամբողջությամբ կոլապսի է ենթարկվել արտադրության համակարգը, ասենք Արգենտինայում 30,000 անհետ կորած ուսումնականներին, որտեղ 20 տարի տիրում էր տասնամյակներ տիրել է, ասենք, ռազմական իշխանությունը, որտեղ մարդու իրավունքների մասշտաբային խախտումներ են եղել։ Մենք նման ճանապարհով չենք անցել։ Մենք հասցրել ենք ինչ-որ բան ստեղծել 2000-ականների սկզբից։ Մեծամասամբ, որովհետև մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք եղել։ Վեթինգը սովորաբար կիրառվում է ավտորիտար համակարգից անցում կատարելով ժողովրդավարություն, երբ որ չկան ինստիտուտներ, պետք է անցումային ինստիտուտներ ստեղծել, եւ թեև այդ մասին 7-8 տարի առաջ շատ էր խոսում, բայց փորձը ցույց տվեց, որ այդպես էլ վեթինգի վերաբերյալ օրենք չընդունվեց։ Ոստի նշանակում է նույն քաղաքական իշխանությունները հանգել են այն եզրահանգման, ինչ որ ասում են էքսպերտները 2018-19 թվականին, որ կարիք չկա նման օրենքի, ավելի լավ է մենք ռեֆորմներով առաջ անցնենք։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի եթերում հարցազրույց էր։ Հարցազրույցը կազմակերպվել է Արդարացի դատաիրավական բարեփոխումներ ծրագրի շրջանակում, որը համակարգվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից։ Կոնսորցիումի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը։